Ուրեմն քանի որ ձեր հետ անկեղծ եմ ու միշտ անկեղծությունն եմ տեղավորել իմ ես սրտում, իմ ես ուսերի վրա, այս պահին էլ անկեղծ ձևով ուզում եմ մի երկու րոպե ձեր հետ խոսամ, առավոտից արթնացել եմ, լավ էի, վատ չէի, ոչինչ փառք Աստծուն, բայց մի տարօրինակ ձևի այս մասերս ցավում է, ինձ թվում է գերհոգնած վիճակից է, մի քիչ նյարդային, մի խոսքով կանցնի, առավոտից շատ գործերի մեջ եմ եղել, անգամ ջրի ապարատն եմ անջատել, գլուխս նենց է ցավում, որ այն մի ավել ձենը չեմ ուզում, որ այս պահին ականջներս լսի ու դրսում էինք, Ալեքսի հետ գործ ունեինք, տուն եկանք ու առավոտը ոնց եմ ասում, սենց վլոգներս տեղադրել եմ ու ինձ համար, իմ հավեսով, իմ հաճույքով, այսենց խառտուշ վիճակ արես, աղքան, դե ավիր է, փոփոխություն, ձևափոխություն, մի խոսքով սենց մտորումների մեջ ու դրսից գասու ոնց որ սենց գմես տարօրինակ ձևի, այս կոպերս աչքերի, սենց ունքերի հետ ցավում է, մի այլ կարգի։ Ասեցի Աստվածիմ, ինչ անեմ, ինձ ուշ տու, գործս շարունակեմ, հետո ասի, վա, իսկի չեմ նայել, ինչ կա չկա, ով ա ինչ գրել, ով ա մեզ սիրել, ով ա մեզ հարգել, ով ա մեզ ուղղություն տվել, ով ա ինչ ասել էլի։ Ու բացում եմ, նայում եմ, գնանք, տեղս փոխեմ, սաղ սենց տունը խառնա ժողովուրդ, մի այլ կարգի քանդել եմ, մի այլ կարգի, մի տեղ հարթուկ Ալեքս հեռախոսդ կես րոպեով ինձ կտաս կամ 2 րոպեով, ըստ է դրսից Ալեքսիս լուքը, վեր կաց Ալեքս բան եմ նայում, որ բանն այս կտաս ինձ, ասի ջան, գրառումներս եմ ուզում նայեմ, երկրորդ հեռախոսս վերևն է, մի տենց անի էլի, ես դզել եմ, դու տենց ես անում, չէ, էլ չանես տենց, չէ, կներես, կներեսի հարդ չի Ալեքսան, բա ես դզել եմ, դա էր չեմ անի տենց բան, ես դու ես, հա, մի րոպե համբերի, այնքան եմ ջղայնացած, որ պահի տակ, ինչ կա, ոնց կա, ժողովուրդ, ես հարթուկած այդ վլոգները ատում եմ, չեմ սիրում, իմ առօրյան է սա, ես այս ձևի մարդ եմ, չեմ կարա սաղորը մուսի պուսիներ անեմ, բա ծնող ես, մամա ես, մի օր էլ պետքա ջղայնանաս, խիչ ես մեր բանին լայք դնեմ, ա երեխա, էջը բացում եմ, սկի մեզ լայք չի դնեմ, ստեղ բոլորդ շատ սիրուն մեզ գրառումներ եք գրում, շատ, իրոք, այո, ընքան ճիշտ եք ասում, փոխանակ լավին ուշադրություն դարձնեմ, չգիտես ինչի, վատնա չէ, սենց աչկը տուտում ու սիրտդ է կրծն, ուզում եմ մի հատ գրառում կարդամ, ինձ հարցնում եք, Ստեփանավանում տրանսպորտ չկա, ունենք տրանսպորտ, սիրելի հետևորդներ ջան, քաղաքում շատ սենց աշխատատեղեր չկան, մի հիվանդանոց ա, գազնա, սենց գործարան, տենց բաներ չունենք, մի հատիկ տրանսպորտ ա, ժամը մեկ, օրինակ գիտեմ ամեն անց 25-ի դուրս կամ մեր այդ անկյունը, այդտեղ ես կհանդիպեմ քաղաքայինի, 35-ի ներողություն, էսխի 25 ասի, ասենք 1:35, մինչև 5:35, 6-ից են կողմ էլ չունենք, մի հատ գրառում կար, կորավ, թե, ինչ եղավ, հա, ամենայն հավանականությունով, այս գրողը կին է, ես ինչքան հիշում եմ ինքը ինձ էլի ա գրել, ու սենց տրամադրությունս մի հետը ծնգավ, լացս եկավ, ոնց ասեմ,
մտքերի մեջ ընկա, եկեք կարդամ ինչա գրե։ Ինչ խելոք բալիկ է, առանց տրտնջալու, միշտ մամայի հետ է, չի բողոքում, շոքից կամ քայլելուց։ Այո, ճիշտ եք ասում։ Ակաունթը Գրիշայա, բայց կներեք ձեր անունը չգիտեմ, ակաունթն էլ ցույց է տալիս Գրիշա։ Ես գրառումից հասկանում եմ, որ գրողը կին է, կարծեմ ինքը նշել էր։ Այո, բոլորդ եք տեսել, որ 40 ու 45 աստիճան արևի տակին իմ Ալեքսը չի բողոքում, էլ թե կբողոքեմ, ես եմ բողոքում։ Էդ էլ առողջությունս, շնչառությունս թույլ չի տալիս, որ բողոքեմ, դա շատ ուտել խմելու հետ կապ չունի, այդ խնդիրներն ուրիշ խնդիրներ են, որը որ վերջելի մարդը չի ուզում այդքան բարձրաձայնի։ Հասկացողը կհասկանա, չհասկացողն էլ 1001 ասես, որ հասկանա։ Այ մամա ջան, Անահիտ ջան, ձեզնից ունենք սովորելու շատ բաներ, շնորհակալ եմ շատ, ինձնից սիրելի հետևորդներ, նոր ընտանիք կազմող աղջիկները կարան ինչ սովորեն, համբերություն, հանդուրժողականություն, գնահատել դիմացինի արածը, այն մի հատ պուճուր, ոնց բացատրեմ, մի հատ 100 դրամանոց հացել, որ նվիրեն, պետքա շնորհակալ լինես, որովհետև կամեցել է, չէ։ Թեպետ ձեր մամայի տարիքին եմ, կարելի է ասել, ճիշտ էլ հասկացել էի ուրեմն։ Դուք ձեր ամուսնու գանձն եք, վայ, այդտեղից սիրտս լցվեց, որ ճիշտն ասեմ, շատ տարիներ առաջ հետ գնացի ու շատ այս խոսքերն ինձ ընքան հարազատ էին։ Ձեզ սիրել ու հարգել է պետք նաև ամուսնու հարազատների կողմից, որովհետև իսկապես արժանի եք հարգելիս։ Աստծուն փառք, սիրելի հետևորդներ, նկատում եք ձևական ոչինչ չկա, ես ստացվել անենց, որ կյանքը ցույց է տալիս, իմ առօրյան ցույց է տալիս, իմ էությունը, իմ արարքը, իմ դրածը, իմ սխալները, իմ ճիշտը, իմ շեղվելը, որ կարայի այդ պահին չշեղվեի, ու բոլորդ էլ տեսել եք, որ այո, իմ ամուսն ու հարազատները թեպետ տարիներ առաջ ունեցել ենք խռովություն, զուտ երեխա չունենալու խաթեր, ասում եմ էլի, կիսուրս այնքան չէր ինձ հիշացնում, որ ես չունեմ երեխա, ինչքան կիսուրիս քույրը, ու բայց փառք Աստծու, ամուսինս Սարի պես միշտ իմ թիկունքը պաշտպանել է, ինչի համար ես իրան շատ շնորհակալ եմ։ Ու ամուսնու կողմի հարազատներն էլ հավատացեք, բոլորն էլ սիրում ու հարգում են ինձ, քանի որ այդ հարգանքը ձեռք եմ բերել, նենք չեղել, որ ես ոտեմ եմ դրել այս տուն, հա, սեր ստացել եմ, հարգանքն էլ պետքա ձեռք բերես, հարգանքը ոչ պետքա պարտադրես, ոչ պետքա սուտ խոսաս, հարգանքը պետքա քու վարքով, քու բարքով, քու ոնց ասեմ, արարմունքով ձեռք բերես էլի, որ դիմացինը հասկանա, արժե իրան հարգել, թե բաներ ասավ, թողած գնաց, այդ տարբերակն է։ Ապրեք, հետո ձեր երեխան լավ մարդ է մեծանում, շնորհակալ եմ, Աստված ջան, շնորհակալ եմ։ Նորից եմ ուզում հարցնել, ինչպես եք կարողացել դաստիարակել երեխային։ Ինչպես եմ կարողացել, համբերությանս հաշվին, ինչպես եմ կարողացել, երևի վեյուստ ա եղել, որ այն ձևով եմ կարողացել դաստիարակեմ Ալեքսին, ինքը լավ ուժեղ ա, բայց ինքը ոչ մեկին չի խփում, իսկ այս տարի ինձ խոստացել ա, որով իրան նեղացնի խփելու ա, չէ Ալեքս, հաստատ, քթով չի, դուրը չի գալիս, հաստատ,
100%, Հա, քեզով նեղացնի, դու պետքա քեզ պաշտպանես, չէ։ հա, Գոնե մի հատ բռունց կանես, ասես արի չկռվենք, չէ։ հա, Բայց եթե փորձեն, դու էլ քո բռունցքը ցույց տաս։ Այդ թե ոնց եմ կարացել, սիրելի հետևորդներ ջան, կարացել եմ։ Նմանատիպ գրառումները սիրտս այնքան շատ է շոյում, սիրտս այնքան սենց տակն ու վրա է անում, որ չկարացա անտարբեր անցնեմ ու ուզեցա բոլոր իմ լավ ու բարի հետևորդներին իմ խորին շնորհակալությունը հայտնել։ Գիտեք, մի բան ա, որ on-line հարթակը մեջ ունենաս, ճիշտ է, եսի մինչեր ցույց չեմ տալիս, ամենքը on-line հարթակում ինչ-որ մի բան անում են, չէ, մեկը իրա բիզնեսը, մյուսը իրա առևտուրը, այն մյուսը, ինչ ասեմ, ամեն մարդ մյուսը իրա շրջապատը, ես էլ ինչ անեմ, ինչ չանեմ, ցույց եմ տալիս իմ առօրյան, ինչ արեցինք, ուր գնացինք, մեր քաղաքով եմ հիանում, ձեզ էլ իմ հետ հիացնում, իմ գնացած վայրերը ու միշտ ասել եմ, մեկը ես, որ հետ գնամ, հին թվերեմ հուշատետր, հաստատ պահած կլնեք, չէ, սաղըտել, չեմ ասում բոլոր ուտել, այս պահին ուզեցի ասեմ սաղըտել, ու սաղս էլ հուշատետր պահել ենք, մեր սերունդը, Հմի էլ ինչ հուշատետր, ինչ բան, այս հեռախոսը հուշատետր էլ ա, չարիք էլ ա, ես չգիտեմ ինչ էլ ա, ինչ կա, այս սրա մեջ ա, սրանով ինչ ուզես կանես, հասարակ մի բան, նույն այս գաջեթով գումար ենք աշխատում, ամեն համացանցը լավ բան ա, ես միշտ ասում եմ, եթե կարողանանք ճիշտ օգտվենք, այ հմի այս պարոնս կողքից նստած, իրա դավոլնի դեմքով, մի ճրճրասնի, սպասում ա, թե ես երբ եմ տալու իրան, որ իրա full house, չգիտես ինչու ինձ նայի, իրան լավ զգա, միևնույնն ա, արգել եմ էլ, միացնում ես Արմենյան էլ ա, էլի էդ ցույց տալիս, ինչև է, սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ ձեզ, ախ ես ինչքան լավն եք դուք, չեք պատկերացնում ձեր այդ մի քանի տող գրած գրառումները, այս գլխացավիս այն թունդ պահին, ոնց որ սենց մի հատ էլ նմա չէ, որ օրինակ մարդու շունչը կտրվի, համեմատեմ, որ հասկանաք ինչ եմ ուզում ասեմ, մարդու շունչով են, որ կտրվում ա, մեկ է մի հատ են միատնի կոնֆետ ես, ոնց ասեն շունչը տեղը բերեմ, չէ, այս պահին սենց ես աչկերս կիսախավար, կիսաբաց մտածում եմ, ոնց պատուհաններս մաքրեմ, քանի թե պետք սելավա էսա գալու է անձրևը, ու ասում եմ լավ մի 5 րոպե նստեմ, 5-ը դարավ արդեն 15 ու 20 ու նայում եմ մի հատ սենց գրառում, են էլ իմ մամայի տարիքի, ապրեք դուք, ես այնքան եմ շնորհակալ առաջինը Աստծուն, որ Աստված ա բոլորիս էլ ուղղորդում, Աստված ա բոլորիս էլ ուշ տալիս, ուղղություն տալիս, էս ու են տալիս ու մի քիչ պետքա համ Աստվածապաշտ լինենք, համ էլ դեպի ձգվենք առ Աստված ու մեր երեխեքին էլ սերմանենք լավը, բայց տղա երեխու հարցում մի քիչ էլ իրան պաշտպանել ա պետք, իմ սխալը չեմ ուզի, որ որևիցե մեկը կրկնի ու իր երեխին ասի, չխփես մեղք ա, էսա այնա, չէ, եթե քեզ խփում են, նախ պետքա կանխես, ասես պետք չի, արի չկռվենք, չէ Ալեքս, իսկ եթե արդեն կռիվ ա գնում ու ուզում են քեզ խփեն, դու էլ գոնե բռունց քարա, լավ, սաղ ամառ ես տենց եմ աշխատել իրա հետ, կռիվը լավ բան չի, խոսքը խոսք ա բերում, կռիվն էլ կռիվ ա բերում, ինչև է, այնքան եմ շնորհակալ ես ձեզ, խոսքերս չի հերիքում, ապրեք դուք, ով եմ ես առանց ձեզ, ով եմ ես
Օնլայն հարթակում իհարկե, առանց ձեր սիրուն գրառումների, առանց ձեր ուղղությունների, առանց ձեր քննադատությունների, իհարկե առողջ քննադատությունների եւ վերջապես ով ենք մենք, չէ՞ Ալիխանդր ջան։ Ով ենք մենք առանց մեր լավ ու բարի բաժանորդների, հասա Մուրազիտ։ Այ դե մի հատ թուշդ պաչը։ Մի հատ նկարվենք, էլի չխանով։ Այ մի հատ թուշդ պաչը։ Էլ չեն գնալ, չէ, այդ նորակյուղ։ Էլ չասես լավ։ Էլ չեմ ասել։ Այ թե ոնց եմ դաստիարակել իմ երեխուն, չգիտեմ, առողջությանս հաշվին, համբերությանս հաշվին, եսիմ, ուրեմն շատ բաների հաշվին, հասկացողը հասկանում է, սիրուն բաներ գրում, ինչ ասեմ ենքան, պատկերացրեք, որ այս պահին Գրիշա ակաունթի տիրուհի ջան, տիկին, չգիտեմ ձեր անունը, որ տիկին, ինչ ասեմ, ապրեք, որ ասենց շնչառությունս բացեցիք, գլխացավս շեղեցիք ու ինձ ուշ տվեցիք, ասեցիք Անահիտ աղջիկ վեր կաց, այն արևը բաց, մի թող անցի դուր լուսամուտ սրբելու, քանի սելավը չի եկել։ Դե բատված է։ Էնպես որ իմ լավ ու բարի հետևորդներ ջան, ապրեք, որ դուք կաք մեր կյանքում, ապրեք, որ Ալեքս միշտ մեր հետ եք, ապրեք, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ բոլորիցդ, այնքան եմ գոհ ու շնորհակալ, որ խոսքերս ու բառերս չի հերիքում, ապրեք, որ դուք կաք, ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր կհանդիպենք օրվա վլոգում։